Բարև ձեզ, սիրելի ունկնդիրներ, ես Օֆելիա Կամավոսյանն եմ, հանրային ռադիոյի եթերում կրկին երկրորդ շնչառությունն է, առաջին հայկական մեդիա նախագիծը նախատեսված 60 եւ ավելի տարեկան անձանց համար։ Մենք անդրադառնում ենք ավագ սերնդի ներկայացուցիչներին հուզող բոլոր թեմաներին՝ առողջ ապրելակերպ, հոբիներ, աշխատանքային իրավունք, վաստակած հանգիստ, առողջական հարցեր։ Հաղորդման շրջանակում մենք ներկայացնում ենք նաև այն ծառայությունները կամ ընկերություններին, որ առաջարկում են զբաղվածություն ավագ սերնդի ներկայացուցիչների համար։ Այնպես որ նոր թափ եւ երկրորդ շնչառություն վերցրեք, այսօր մի շատ էսթետիկ նախագծի մասին ենք խոսելու։ Ես հյուրընկալել եմ Տերակոտա ստուդիայի հիմնադիր, նկարչուհի խեցեգործ Նանա Մանուչարյանին։ Ողջույն Նանա։ Ողջույն Օֆելիա։ Շնորհակալ եմ, որ ընդունեցիք հրավերը եւ մենք այս հետաքրքիր նախագիծը կներկայացնենք ավագ սերնդի մեր ներկայացուցիչներին, մեր ունկնդիրներին։ Մեծ սիրով շնորհակալ եմ հրավերի համար։ Ինչ նախաձեռնության մասին է խոսքը, այսպես ասենք դեմքերի ցուցադրությունը, երբ ում գաղափարներ, ովքեր են աշխատել, ինչ ժամկետներում խնդրում եմ ներկայացրեք։ Պատմեմ։ Իրականում արդեն մի քանի տարի է ինչ աշխատում էինք, Տերակոտա ստուդիայի հիմնադիրն եմ, սա բնականաբար մեր առաջին նախագիծը չի, եւ եկավ մի պահ 2010 թվականից աշխատում ենք։ Եկավ մի պահ, որ ես հասկացա, որ չեմ ուզում պարզապես մեր սաների հետ միասին, իսկ մեր սաները 3-ից 100 տարեկան են, այդպես միշտ հումորով ասում ենք, բայց հաճախ ունենում ենք նաև մեծահասակներ։ Հասկացա, որ չեմ ուզում աշխատենք ուղակի ինչ որ մի բան ստեղծենք, կուշկուլա, այսպես ասեմ, հա, խեցեգործության ոլորտում, հետո մարդիկ տանում են տուն ու վերջ։ Ուզում եմ ինչ որ հիմնական բաներ ստեղծենք, որոնք որ նվիրենք մեր քաղաքին։ Եվ այդպես իրականացավ մեր առաջին նախագիծը, որը որ այս պահին կարելի է տեսնել Բուսաբանական այգում, նույնպես մասնակցել են մարդիկ 3-ից 100 տարեկան, հիմա թիվը չեմ հիշի, շատ մասնակից ենք ունեցել, մոտավորապես 2 տարում ենք նախագիծը իրականացրել, մեծ կամար ենք կառուցել, հենց որ գնանք Բուսաբանական այգի, հաստատ հեշտ է գտնել, որտեղ շատ մեծ բուսածած կամար է ու բնականաբար թեման բույսերն էին։ Սա մեր երկրորդ մեծ նախագիծն է, որը որ կոչվում է Դիմակներ, այսպես երեսներ, եւ նախագծի շուրջ աշխատում էինք մի քանի տարի եւ իրականում չէին գտնում շատ լավ տեղ քաղաքում, որովհետեւ նախագիծը այնքան հետաքրքիր ու սիրուն է, որ բնականաբար պետքա քաղաքում ինչ որ նենց վայրում լինի, որ եւ չփչացնի ինչ որ մի բան, հա, օրինակ արժեքավոր ֆասադներ, բնականաբար իրավունք չունենք փչացնելու։ Համահունչ լինի, թեմատիկ լինի եւ այս պահին գրեթե արդեն այն ավարտական ֆինիշին ենք մոտենում, որովհետեւ նախագիծը շատ շուտով, այս մոտակա 2 շաբաթվա մեջ հնարավոր կլինի տեսնել մեր թատերական այգում, դա անգլիական այգին է։ Եվ ձևավորելու է հենց մուտքը, նախագծին մասնակցել է մոտ 150 հոգի, 3-ից 100 տարեկան անձիկ եւ ամեն մեկը պատրաստել է իր դիմակը։ Խոսում է, ամեն մի դիմակ խոսում է հանդիսատեսի հետ։ Ամեն մեկը իր ներաշխարից եկած ինչ որ մի հարց է բարձրաձայնել։ Բնականաբար դա աշխատել են տարբեր գույներով, նյութը նույնն է, սպիտակ կավով են կարել, ամբողջը թրծված է, ջնարակապատ, այսինքն դա այնպիսի մնայուն նյութ է լինելու, որ դեռ երկար տարիներ մեր քաղաքը ձևավորելու է։ Հետաքրքիր է։ Մարդիկ երբ որ դիմակ են ստեղծում են, ինչպես ասացիք, իրենց ներաշխարից բխող, իրենց նմանությամբ, դիմանկարի տեսակ ինքնանկարի մի բան է, չէ՞։ Այո, իդեպ մենք օրինակ ունեինք շարք, որը հետո տենց մեծ նախագիծ չդարձավ, բայց մենք հենց մարդուց հանում էինք իրական դիմակ։ Այսինքն հենց օրինակ քո դեմքից կարող ենք անել դիմակ եւ հետո դու դա կավից պատրաստես ու ձևավորես։ Այս դիմակները եկեք ես ձեզ ցույց տամ։ Այս դիմակները ես մի քանի նմուշիկ եմ բերել, այնքան շատ էին, այդ 150 դիմակը արդեն բոլորը ինձ մոտ են, որովհետեւ պետք է շուտով ոնց որ զբաղվենք կպցնելով։ Ձեր ցույց տված ինչ խորհրդանիշ բացատրություն ունի։ Զոլավորը։ Իդեպ հեղինակը Դավիթն է, 20 տարեկան։ Ինձ թվում է, ես իհարկե սխալ կլինի բոլոր հեղինակների անունից խոսեմ, որովհետև մարդիկ շատ են եղել ու ոչ բոլորի ուսուցիչն եմ ես եղել, հա, այսինքն ոնց որ տարբեր մասնաճյուղերում, տարբեր ընթացքում մենք տեսեք բացառապես այլ դիմակ, հա, կան դիմակներ, որ ճիշտն ասած չեմ հիշի արդեն ով է արել, քանի տարեկան է եղել, մանկականները մենք միշտ աշխատել ենք գրել, որովհետև բալիկները կարող է հետո չհիշեն, տեսեք
Ես 150 դիմակը, քանի որ ինձ մոտ հիմա արվեստանոցում դրված է, ես այսօր առավոտյան գալուց չի կարողանում ընտրել, որը բերեմ, որովհետև ամեն մեկը յուրովի հետաքրքիր է, ոչ մեկը չի կրկնվում առհասարակ։ Չեմ կարող հեղինակների անունից իհարկե խոսել, պատմել իրանց դիմակների մասին, բայց աշխատելու ընթացքում այդպես էինք անում։ Նախ նախագծում էինք, այսինքն անում էինք էսքիզային մասը, զրուցում էինք, ամեն մեկը խոսում էր, թե ինչից կուզի խոսել, շատ տարբեր։ Մարդ կար հայկական ինչ-որ թեմատիկային էր անդրադառնում, մարդ կար ինչ-որ գեղեցիկ դեմքեր պատրաստում։ Այս ընթացքում մենք կաղապար ենք օգտագործել, գիպսե կաղապար, այսինքն բոլոր դեմքերը իրանց հիմքով նույնն են, բայց ներկված են բացառապես տարբեր եւ վրայի դեկորն է տարբերվում։ Հրաշալի է։ Դուք ասացիք, որ աշխատում եք ավագ սերնդի ներկայացուցիչների հետ, կհիշեք ձեր առաջի այցելուները եւ արդյոք դուք սովորական ընդունեցիք, երբ որ մարդիկ թոշակի անցած ենթադրում եմ տատիկներ, որտեղ պապիկները մի քիչ համարցակ չեն, մասնակցելու նման նախաձեռնությունների, տատիկները որ եկան, դուք զարմացաք, ինչպես ընդունեցիք, ձեզ համար դա նորարարություն էր, ուրախ էիք, թե մտածում եք դժվարություններ կունենաք աշխատելիս։ Ճիշտն ասած միշտ բաց ենք եղել, այսինքն ես 19 տարեկանից այս ոլորտում եմ ու իհարկե բալիկները միշտ ավելի շատ են ստուդիայում, հա ինչ խոսք, որովհետև ավելի հեշտ է կազմակերպել իրենց դասընթացները գալը եւ այլն, բայց այո, ճիշտ նշեցիք, հիմնականում կանանց հետ ենք աշխատում, շատ տարատարիկ կանանց, բացարձակ չենք զարմանում, ընդհակառակը շատ ուրախանում ենք եւ ավելի շուտ լինում է, որ կանայք իրենք են կաշկանդված լինում սկզբից, բայց հետո այնպես են բացվում, օրինակ զանգեր ենք ունենում, մենք միշտ նշել ենք մեր գովազդների մեջ 3-ից 100 տարեկան, այսպես կիսահումորով, բայց բացարձակ հումոր չկա մեջը, որտեղ տարիքը բացարձակ կապ չունի։ Դու եթե ուզում ես ինչ-որ մի նոր բան սովորել, ծրվել, ստեղծել, այո, քո առօրյան մի փոքր փոփոխել, հաստատ օրինակ մեր ստուդիան այն վայրերից է, որ դա տալիս է։ Եվ զանգում էին շատ այսպես մի քիչ ամաչելով բան զրույցներ ենք ունեցել, որ իսկ իմ երազանքն է, այնքան եմ ուզում խեցեգործությամբ, կավագործությամբ զբաղվեմ, բայց արդյոք շատ մեծ չէ։ Ոչինչ, որ ես 68 տարեկան եմ։ Այո, տենց ասում ենք ինչքան մեծ եք, բայց լսում ես նաև ձայնով, որ մարդը հաստատ առույգ է։ Ասում է օրինակ 68, ասում ենք, հա, բայց մեր գովազդում 100-ել է նշած։ Եթե 100 անց չեք եկել։ Մարդկա հումորով ա վերաբերվել, ասում է դե 100 չկամ կընդունեք։ Բայց պապիներել են մեկ-մեկ լինում, հիմնականում ուզում են սովորել հենց դուրգի անիվով աշխատել, դուրգի անիվը դա բրուտն է, չարխը, այնպես որ ունեցել ենք, որ գալիս են շատ հստակ, կանայք ավելի շատ ուզում են գալ, շփվել, ինչ որ արարել, հա, իսկ տղամարդիկ եթե գալիս են տարիքով տղամարդկանց մասին եմ խոսում, ավելի շատ ուզում են հենց մասնագիտանան ավելի շատ, որ հետո գնան օրինակ իրենց արտադրությամբ զբաղվեն, ինչու՞ չէ, ու գալիս են մեզ մոտ դասընթացներ են վերցնում հենց դուրգի անիվի։ Իսկ կա դժվարություններ իրենց հետ աշխատանքում, գուցե ավելի համբերատար պիտի լինեք, ավելի երկար բացատրեք, եւ արդյոք մարդիկ են, որոնք նախկինում զբաղվել են, արվեստին մոտ մարդիկ են եղել, թե ոնց որ երկրորդ շնչառություն են վերցրել եւ ուզում են փորձել իրենց այս ոլորտում։ Իրականում շատ տարբեր է լինում։ Ես երևի չէի տարանջատի, ինձ թվում է, քանի որ ոնց որ այն ոլորտում եմ, հա, սպասարկող ոլորտ է եւ շատ տարբեր մարդկանց ենք տեսնում, ես այդքան չէի անդրադառնա տարիքին։ Կան մարդիկ, ում հետ իսկապես դժվար է, կան մարդիկ, ում հետ հաճելի է եւ հեշտ, հա, եթե այդպես հավատանք, որ մարդ որևիցե աուրա ունի, ոնց որ տարիքը հաստատ բան չի փոխելու։ Նույն երեխաների հետ, դեռահասների հետ։ Հա, նույն երեխաները մի քիչ ավելի թեթև են դեռ, բայց մեծահասակների հետ, արդեն չափահասների հետ ես այդպես տարիքը չէի տարանջատի, որովհետեւ լինում են երիտասարդ աղջիկներ, իրենց հետ չափազանց դժվար է լինում աշխատել։ Լինում են տարիքով կանայք, իրենց հետ հրաշալի է աշխատել, սպասում ես երբ է լինելու մյուս դասը, որ տիկնոջը հանդիպես։ Ասեմ, որ օրինակ կանայք խեցեգործության ոլորտում լինում է, որ շատ հմուտ են, բայց առանց որևէ փորձի, որովհետև բավական մեծ փորձ ունեն խոհանոցում։ Կարող եմ մի քիչ ծիծաղալու բան եմ ասում, կորելացիա կա, հա, խոհարը, լավ խոհարարները, լավ։ Շատ նման են ոլորտները, այսինքն եթե դու լավ թխում ես, օրինակ աշխատում ես խմորի հետ, տարիներ շարունակ փորձ ես ունեցել, ես ունեցել եմ այդպիսի հաճախորդներ, ես եմ ապշել, տեսել եմ գործը, ասում եմ, դուք երևի փորձ եք ունեցել, ասում է, ոչ, առաջին անգամ եմ կավին կպնում, տարեց կիներ, անունը չեմ հիշի, ասում եմ, հնարավոր չի, տեսնում եմ ոնց է հյուսում, սարքում, նենց սիրուն պնակ պատրաստեց, առաջի դասի ժամանակ, հետո հասկացա, ասում եմ, կարող է խոհանոցում եք շատ զբաղվում, խմորով, հա, գաթա, բուլկի եւ այլն, ասում եմ, հա, ոնց կռահեցիք, ասում եմ, աշխատանքից եմ
եմ տեսնում։ Որ առաջին անգամ պիտի անփորձ լիներ, պիտի շատ հղկված չլիներ ու մեկ էլ այդպես, այսինքն լինում է, որ իսկապես մարդը ներսից դա ունի ու ամենակարևորը միշտ օրինակ մեր հաճախորդներին դա ասել եմ, որ չպետք է վախենալ, եթե ունես ձգտում, այդ ցանկությունը ունես փորձելու, պետքա փորձել։ Չստացվի։ Կարող է 2-3 անգամ չստացվի, իսկ հետո ավելի լավ ստացվի։ Կարող է փորձես հասկանաս քոնը չի, իսկ կարող է փորձես սիրահարվես ու դառնա քո այսպես են ամենասիրելի պահը, որ սպասես, երբ ես օրինակ շաբաթը 2-3 անգամ հաճախելու խեցեգործության։ Նա ասում են կավը հանգստացնող էֆեկտ ունի երեխաների համար, լիում է նաև զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաներին է ցուցված, տարեցների հետ էլ արդյոք իրենք կավի հետ աշխատելիս, հպվելիս դրական էմոցիաներ ունենում, որքանով եք ուսումնասիրել դա։ Շատ եմ ուսումնասիրել, շատ եմ մտածել ու երևի նույնիսկ իմ կյանքի օրինակով կարող եմ ասել, որ եթե չլիներ կավը, կարող է այն դժվարությունները, որոնց որ հանդիպել եմ, ես չկարողանայի դիմադրել։ Այսինքն իսկապես արվեստը առհասարակ, բայց ինչու կավը, ինձ համար ինչու կավը այն փափուկ նյութերից է, որի վրա դու չես գործադրում շատ մեծ ուժ։ Օրինակ եթե համեմատենք քանդակը, օրինակ փայտով կամ առհասարակ քարով, բնականաբար դա արդեն այլ հմտություն է։ Իսկ կավը այն նյութերից է, որը ոնց որ կարծես քեզ լսում է, ընկալում է քո էներգիան։ Իդեպ եթե վատ տրամադրությամբ ես աշխատում, դա շատ հստակ եմ նկատել։ Շփ, թփ, արագ, տրամադրությունդ լավը չի, կապ չունի քո վարպետությունը, ես այսքան տարի աշխատում եմ, չի ստացվելու աշխատանքդ, ոնց որ այդ ամեն ինչը իր մեջ վերցնի, քեզ իրականում հանգստացնի, բայց եթե դու ուզում ես արդյունք ստանաս, օրինակ դիմակը, կարող է ճաքի, կարող է վառարանից դուրս գա կոտրված, կարող է ձեռքերումդ կոտրվի, ոնց որ ինքը այդ էներգիան այնքան ուժեղ է իր մեջ վերցնում, բայց դու հետո դասից դուրս ես գալիս, ասում ես ինչ լավ էր, ոնց որ այդ էներգիան քո մեջից հանեցի։ Բայց այդ նեգատիվը անցնում աշխատանքին, բնականաբար այնտեղ էլ չի ստացվի, այն ինչ որ պիտի ստացվի։ Բայց կամաց հետո սովորում ես, ոնց որ սկսում ես իր հետ լեզու գտնել, այդ բալանսը գտնում ես, բայց իսկապես, օրինակ ինձ համար միշտ կարևոր է եղել, որ մեր արվեստանոցներում լինի այն հանգիստ մթնոլորտ, որը որ քեզ պարզապես մեր առօրյան հիմա իրականում շատ բարդ է, անկախ նրանից քանի տարեկան ես, կարծում եմ որ ոլորտի մասնագետ ես, որ ոլորտի մասնագետ ես, շատ բարդ, նույնիսկ եթե դու ամբողջ օրը տանն ես նստած, դա էլ է շատ ծանր, օրինակ եթե մարդ արդեն թոշակի է, դա էլ է շատ դժվար, եթե մանավանդ տանը մեծ ընտանիք կա եւ այլն, իսկ արվեստանոցում աշխատում ենք այն հանգիստ մթնոլորտը ստեղծել երաժշտությամբ լի, այդ կավի բույրով լի, այդ հանգստությամբ, կահույքը մեզ մոտ աշխատում եմ ամբողջը փայտից լինի, որպեսզի այդ հաճույքը ստանաս, նաև էսթետիկ, այդ աշխատանքները, քեզ շրջապատող, որպեսզի իսկապես մարդ գա եւ հանգստանա։ Ու այդպես էլ ստացվում է։ Ու մեզ մոտ արվեստանոցներում ինտերնետը լավ չի բռնում, որովհետեւ հաստ են պատերը, հին շենքերում ենք, պատերը հաստ են, ու էդ էլ ոնց որ աշխարհից կտրում է ամբողջությամբ, հեռախոսով չես կարողանում ինչ-որ բան նայել եւ իսկապես փորձում ես քո հանգիստը վայելել։ Կավին որպես ասենց ամոքիչ մի բան, կավը որպես ամոքիչ մի բան դիտարկենք, տարեքներից մեկը կարող ենք նայել որպես հողը, որտեղ մարդիկ ջուրը սիրում են նայել, լսել ձայնը, կրակին կարող են, չէ, եւ նաեւ կավը որպես հող, այս իմաստով էլ կարող է, չէ, եւ տարեցներին իդեպ շատ հետաքրքիր բան եք ասում, բայց որպես հող եւ ջուր, որովհետեւ կավը ստացվում է հողի ու ջրի խառնուրդն է, մենք դե չոր կավով չենք աշխատում, բնականաբար ջրի հետ միախառնված է, ու տեխնիկաներն են տարբեր։ Դու կարող ես մի փոքր ավելի չոր տեխնիկայով աշխատել, բայց ամեն դեպքում ջուր կիրառելով, պլաստիկ որպես կավը լինի, դու կարող ես դուրգի անիվով աշխատել, պտտվող սարքն է, այնտեղ ջուրը շատ է օգտագործում։ Բայց ամեն դեպքում երկու տարերքի հետ է։ Դու երկու տարերքի հետ գործ ունես ու հենց անմիջապես գործ ունես։ Գուցե նաև այդտեղ է այդ մոգականությունը պահված, որ դու մաքուր հենց տարերքի հետ ես աշխատում։ Հետաքրքիր է, ու տարիքի հետ մարդիկ ձգտում են դեպի գյուղ գնալ, հող գնալ, այդ տարերքի հենց ավելի, չէ, ավելի ձգում է։
Դեղելիցում օրինաչափություն կա, որ չենք մտածել, բայց այնուամենայնիվ կա այս հանգամանքներ։ Ինձ թվում է նույնիսկ հիմա մի քիչ շեմնել է փոխվել, այսինքն ոչ միայն տարեց մարդկանց մոտ է այդպես, այլ ավելի վաղ տարիքից 30 պլյուս կսած տարիքից մարդիկ իսկապես փորձում են, գուցե մեր քաղաքն է իսկապես շատ մեծացել, զարգացել, հա, ես Երևանից եմ, միշտ Երևանում եմ բնակվել, իսկապես ձգտում ես այդ հողը բնությունը ավելի շատ է սկսում փնտրել։ Թակքիրը ընդհանուր առմամբ քանի դիմակ են պատրաստել ձեր 0-ից 100 տարեկանները։ Պատրաստել ենք մոտ 150 դիմակ, մոտ 150 մասնակից է եղել։ Ինչի եմ ասում մոտ, որովհետև մարդկա այնքան հավեսի է անգել 2-3 դիմակ է պատրաստել, որտեղ դե նախագիծը մենք ոնց ենք անում, բոլոր մեր սաներին, մեծերին, փոքրիկներին պատմում ենք։ Մենք ունենք sense լավ գաղափար, ուզում ենք քաղաքին նվիրենք։ Եվ բնականաբար հիմնականում բոլորը շատ ուրախանում են եւ ամեն մեկը մեկական աշխատանք պատրաստում է։ Բայց այս նախագիծը այնքան սիրուն էր, որ մեկական չենք սարքել, մարդկա ավելի շատ է սարքել, շատ հավեսի ընկնելով։ Մեկ օրինակի, մեկ մոդուլի չափը մոտավորապես 20-30 սանտիմետր է։ Այսպես մոդուլ կամ սալիկի ինքը կերամիկական հետաքրքիր մի բան է ստացվում։ Դա ինքը սալիկ է, հա, ինքը եւ ընդհանուր առմամբ այդ պատը, որը որ պիտի լինի կամ ընդգրկի, ինչ չափ է։ Մոտավորապես այսպես իրական, քանի որ մի փուճուր մոդուլները իրարից տարբերվում են, դե ձեռքի աշխատանքը, հա, բնականաբար գործարանում չի արտադրվում, իմ հաշվարկով մոտ 6-7 քառակուսի մետր մենք ծածկելու ենք պատը հենց այգու մուտքի մոտ։ Ընդունված է ասել, որ մենք դեմքեր ունենք, բոլորս դիմակներ ունենք, տարբեր հանգամանքներում, տարբեր իրավիճակներում դնում ենք եւ ես գիտեմ, որ կարծեմ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց էլ շատ հաճախ առաջարկում են, որպեսզի իրանք դիմանկար պատրաստեն, ինքնանկար, դիմանկար, դա նաեւ տարիքով մարդկանց համար էլ ոնց որ ապրած կյանքը կարողանան արտացոլեն դուրս բերեն։ Հա, իրականում որը ինչ որ հարթություն է տրամադրում, ստացվում է, որի մեջ դու կարողանում ես ինքնարտահայտվել։ Մեկ-մեկ մենք էլ չգիտենք թե ինչ դուրս կգա մեր միջից, այսինքն եթե նայենք մեր խեցեգործությանը, հա, ես հենց խեցեգործ եմ մասնագիտությամբ, բայց եթե նայենք որպես արտ-թերապիա, հոգեբանության, հա, տեսանկյունից, միշտ չի դու գիտես ինչա դուրս գալու քո մոտ, այսինքն արվեստի տեսանկյունից արդեն մի փոքր այլ է։ Դու կարող ես մի բան պատկերացնես, մեկ էլ քո մոտ բացարձակ այլ բան ստացվի, ու դու հետո արդեն հետևություն անես, թե ինչի էսպես ստացվեց, թե այդ ինչ էր ներսդ կատարվում։ Այսինքն ես օրինակ աշխատում եմ չնայել որպես լավ աշխատանք կամ վատ աշխատանք, անկախ նայած երեխայի արել թե մեծահասակ, որովհետև այդպիսի բան գոյություն չունի, կամ լուսավոր աշխատանք, հա, այսպես բարի աշխատանք, ասեն օրինակ, այսպես ճակերտներով եմ ասում, չար աշխատանք։ Նման բան գոյություն չունի, այսինքն դրանք տարբեր իրավիճակներ են եւ ամեն մեկը իրավունք ունի ստեղծագործել եւ ազատ լինել այն ձևով, ինչ պահանջ ինքը այդ պահին ունի։ Եվ գնահատանքն էլ նայողի կողմից է, մյուս մարդկանց կողմից է, թե ինչ տեսակի ազդեցություն կթողնի տվյալ աշխատանքը։ Հա, ու ճաշակին էլ ընկեր չկա։ Օրինակ մենք այս 150 դիմակը դեռ պատի վրա չենք տեսել, բայց տեսել ենք հատակին շարված, իրար հետ կողքի, շատ հետաքրքիր տպավորություն է թողնում։ Իդեպ այդպես այդ օրը որ շարեցինք, դա անդադ չենք կարող թողնել։ Ամբողջ սենյակը զբաղացրել էին բնականաբար։ Սաներ ունեինք այդ պահին, իրենց ցույց տվեցինք, նենց հետաքրքիր բան ասեցին, ասում են ոնց որ գորգ լինի, նենց հետաքրքիր կարծիքներ էին ասում են սենց որ մեկ հատին նայում ես, թվում է դե փոքրիկ աշխատանք է, ասում երեխեքի ասածն եմ փոխանցում, ասում է որ այսպես ամբողջությամբ ես նայում ինչքան մեծ է, ինչքան այսպես անծայրածիր է թվում։ Եվ կյանքն էլ է այդպես, ամեն մեկի կյանքն էլ դեմքեր, իրավիճակներ։ Հա։ Անդրադառնալով ձեր ավագ սերնդի ներկայացուցիչներին, մասնակիցներին, իրենք երբ որ արդեն գալիս են, եթե կան մարդիկ կոնկրետ օրինակներով էլ կարող եք ասել, ինչքան ժամանակ են գալիս, ինչ է փոխում իրենց մոտ խեցեգործությունը, իրենց կյանքում, առօրյայում։ Իրականում շատ տարբեր հաճախորդներ ունենք հաճախորդներ, որ գալիս են մեկ վարպետաց դաս են վերցնում, մենք ունենք այդպիսի հնարավորություն, շատ հետաքրքիր փորձառություն, այսինքն մեկ դասով գրանցվում ես, գալիս ես 1.5-2 ժամ, այսպես լիարժեք աշխատում ես, ինչ որ մի փոքրիկ բան ես ստանում բնականաբար, հա, այսինքն օրինակ մեծ աշխատանք, ենթադրենք այս դիմակը 1.5 ժամում չսավարտի, հասկանում ենք դա, հա, խեցին մի քիչ երկար պահանջվող ոլորտներից է, որ պետք է ժամանակ տրամադրես։
չորանա, թրծեք, հա, ժամանակ, հա, միջև չորանա, միջև թրծվի, նորից աշխատես։ Մեկ աշխատանք են պատրաստում, վայելում են մեր մթնոլորտը, շատ էսպես թաթախվում են այդ ամեն ինչի մեջ, շատ ուրախ են լինում։ Այդպես մեկ անգամ որ գալիս են, չեմ կարող իհարկե ասել։ Լինում է որ կրկնում են այցը։ Օրինակ կարող է ամիսը մեկ սկսեն գալ, այդ դեպքում արդեն ամեն դեպքում մարդու հետ կապ ես, հա, պահում ծանոթանում ես։ Լինում է որ ընտանիքներով են գալիս, այսինքն եւ երիտասարդներն են գալիս, եւ թորնիկներն են գալիս, եւ իրենց տատի պապիներին են բերում, շատ են ուրախանում։ Լինում է որ գալիս են մշտական աբոնեմենտով, իդեպ շատ հաճախակի դեպքերից մեզ մոտ ասեմ, երբ որ երեխաները, արդեն մեծահասակ տղաներն ու աղջիկները իրենց մայրիկներին աբոնեմենտ են նվիրում 8 դասով օրինակ, եւ այդ դեպքում հիմնականում այդ կանայք մեզ մոտ գալիս են ու անverջ գալիս են, այդ մեկ աբոնեմենտով չի ավարտվում, որովհետև իսկապես շատ մեծ հաճույք են սկսում ստանալ, կամաց ինտեգրվում են, հա, այս մեր process-ի մեջ, հավեսի են գնում, շատ տարբեր նպատակներով։ Մարդկա գալիս է, ասում է, ինձ հաճելի է, ինձ այդքան էական չի, ես օրինակ այսօր, չգիտեմ, մեկ բաժակ կսարքեմ, թե չէ, ինձ այս ամեն ինչը հաճելի է։ Մարդկա շատ նպատակային, ասում է, ես իմ տան սերվիզը ուզում եմ թարմացնեմ, հա, կանայք դա սիրում են, իմ ձեռքով լինի։ Օրինակ ինձ չգիտեմ, այս քանակի ինչ որ X քանակի ափսեներ են հարկավոր ու գալիս են սարքում։ Ես էլ ուզում եմ սարքել։ Հա, շատ նպատակային գալիս սարքում են, ես շատ ուրախանում եմ։ Այսինքն ամեն մեկը ինքն է փորձում գտնել այն նպատակը, թե ինչի կգա, հա, ինչ կստանա, այսինքն նյութական բան ավելի շատ։ Մարդկա սիրում ավելի շատ նյութականը։ Մարդկա ընդհակառակը սիրում է ոչ թե այդ նյութականը։ Ուղղակի կավի հետ խաղանի, այլ վայելել, շփվել, որտեվ իրար հետ են չէ խմբում շփվում։ Խումբը խառն է լինում։ Մենք երբեք չենք տարանջատում, որ չգիտեմ 50+ տարեկանները մի խումբ, 20+ տարեկանները ուրիշ խումբ։ Մեզ մոտ կա մեծահասակների խումբ, երեկոյան ժամերի, մեկ է շաբաթ օրերով, շատ տարբեր տարիքի 18+ անձիկ գալիս են, այսինքն ծերունների համերաշխության վառ օրինակ է։ Իրականում շատ հավեսով շփվում են, մեկ շատ հետաքրքիր հարցեր են կանացի քննարկում, իրար խորհուրդներ տալիս, շատ հավես իրականում մթնոլորտ է ստեղծվում։ Եղել են դեպքեր, որ թորնիկները գան, թորնիկներին բերող տատիկ պապիկները հեղափոխվեն եւ այո, շատ, այդ շատ լավ օրինակ բերեցիք, շատ լինում է որ բնականաբար տատիկ պապիկները օգնում են, չէ, ծնողներին օրինակ որ բալիկները հաճախ են խմբակի եւ այո, այնքան են ոգևորվում, սկզբից օրինակ չեն իմանում որ մենք ունենք մեծահասակների դասեր։ Դե իրանք գալիս են այն ժամին, երբ որ մեզ մոտ միշտ բալիկներ են, չէ, թորնիկին են բերել, մեկ խոսքի մեջ ասում են, վայ ինչ լավ կլիներ, մենք նենց եմ երազում իմ մանկության երազանքն, ասում ենք, բայց մենք ունենք երեկոյան ժամերի, ասում են իսկապես ու որ գալիս են, հա, այդ տատիկները, պապիկներ չէ երևի այդքան, բայց տատիկները մնում են, այո, դառնում են հիմնական հաճախորդը, որ գալիս է շատ երկար ժամանակ մեր դասերից օգտվում են։ Նանա, հետաքրքիր կլինի իմանալ, արդյոք դիմակները իրենք ի սկզբանե պատրաստեցին քաղաքին նվիրելու պատրաստակամությամբ, բայց ես գիտեմ, որ մարդիկ իրենց ստեղծածը շատ դժվարությամբ են ստեղծածից բաժանում։ Արդյոք եղան դեպքեր, որ մարդիկ չուզեցին, որ իրենց ստեղծածը, որտեղ իրենց նմանությամբ էր, արտացոլում իրենց ներաշխարհ, իրենց ապրումները ի ցույց չդրեցին ամբողջ քաղաքին, հա, պատրաստակամ չեղան դրան։ Շատ լավ հարց է, քանի որ վաղուց եմ այս ոլորտում աշխատում, իրականում մեր հայերիս մեջ համեմատելու տեղ ունեմ, հեսա կպատմեմ ինչու, հայերիս մեջ շատ նստած է ամեն ինչը ինձ, իմ տուն։ Այսինքն մենք սովոր չենք խմբային աշխատանքների, մենք սովոր չենք համատեղ աշխատելուն, մենք սովոր չենք նվիրելուն, անկեղծ սովոր չենք, մանավանդ որ մենք սա անում ենք որևիցե դրամաշնոր կամ որևիցե ֆինանսավորում, այս ամեն ինչի ետևում կանգնած չի։ Սա պարզապես իմ մեծ ցանկությունն է, ոչ թե ամեն մեկը իր կուշկուլան տուն տանի, այլ մենք քաղաքին ինչ որ օգտակար գործ անենք։ Եվ ի վերջո խեցեգործությունը այն ոլորտներից է, որ սովետական միությունը փլվեց ու վերջ։ Մենք էլ պետ պատվերներ չունենք, եթե նախկինում սովետական միության ժամանակ իսկապես շատ էին պատվերները, կհիշեք հաստատ, չէ, խեցեգործական մեծ պանոներ, ադմինիստրատիվ շենքերում, խճանկարներ, շենքերի վրա։ Դա պետ պատվեր էր։ Իսկ հիմա, դե ես արդեն ստացում եմ 90-ականների երեխա եմ, հա, ենթադրենք, մենք դե չենք տեսել, խեցին են ամենա մահացած ոլորտներից է։ Ու ինձ թվում է, դե ես իմ չափով
փորձում եմ ու փորձել եմ անել ամեն բան, որպեսզի այդ արվեստի ձևը վերածնվի։ Մենք իրականում նախապես գնահատվի եւ կամ ասենք լոկալ մակարդակից ընտանիքներից դուրս գա, որտեվ այո, կան շինություններ, երբ որ մենք անցնում ենք եւ տեսնում ենք, որ ամբողջ պատը զարդարված է եւ մի տեսակ քաղաքի դեմք է, շունչ է։ Գուցե այս նախաձեռնություններն էլ կդառնան հիմք։ Ես կուզեմ շատանա, իրականում դե շատ հաճախ նաեւ մենք ֆինանսական հարցի առաջ ենք կանգնում, որտեվ քանի որ դա չի ֆինանսավորվում եւ ես եմ դա անում ինքնուրույն, ես էլ չունեմ, հա, այդպես շատ մեծ ռեսուրսներ։ Բայց փորձել եմ ամեն ինչ անել, որ էլի ստացվի, ոնց որ սա մեր երկրորդ նախագիծն է, երրորդն էլ կանենք, չորրորդն էլ կանենք։ Մենք աշխատում ենք, երբ որ օրինակ դիմակները անում ենք, մենք նախապես ասում էինք, որ մենք դեռ տեղը չգիտեինք որ այգին, ոչինչ չգիտեինք, բայց ասում էինք, այս նախագիծը որ ավարտենք, սա լինելու է նվեր մեր քաղաքին։ Եվ եթե մարդ չի համաձայնվում, դե երևի չի մասնակցում, չնայած երևի ունեցանք մի քանի դեպք, որ մարդ ասես չեմ տալիս դիմակս։ Դա գիտեք, որովհետեւ իհարկե չես վիճում, շատ էներգիա է դրեք, գուցե շատ առանձնահատուկ մի բան է ստացել, գուցե մարդիկ պատրաստ չեն։ Հա, մենք միշտ արդար ենք եղել, ազնիվ ենք եղել, երեխաների դեպքում էլ, օրինակ նախկինում կային պետական կենտրոններ, որ բալիկների գործերը գուցե նվեր էին տրվում, չեմ ասում անպայման վաճառքի էին տրվում, բայց ամեն դեպքում երեխան դրա մասին չէր իմանում։ Ես համարում եմ, որ դա շատ անարդար է, անկախ նրանից չափահաս մարդու հետ գործ ունես, թե չէ, իր աշխատանքն է, իր ստեղծածն է։ Եթե այդ ստեղծածը պետք է ինչ-որ մի բանին ծառայի, անպայման մարդ պետք է նախապես դրա հետ մասին իմանա, կամ գոնե համաձայնվեցվի հետո, որտեղ մենք օրինակ ունեցել ենք նախագծեր, մանկատներ ենք տարել նվերներ, այսինքն հենց մեր սաները արել են նվերներ ու մենք եւ օրինակ սնունդ եւ ինչ որ բան եւ դա նույնպես կավետ նվերները տարել են օրինակ բալիկներին ու բալիկները գիտեին այդ մասին, որ իրանք հիմա փոքրիկ ամանորյա նվեր են պատրաստելու մյուս բալիկների համար։ Կարծում եմ դա արդար է, այնքան հաճույքով էին աշխատում, այնքան ինչ որ խաղեր էին սարքում, սեղանի խաղեր փոքրիկ կավից եւ այլն, շատ հետաքրքիր էլի փորձառություն է։ Ես հիմա չեմ հիշում, ինձ թվում է մենք տենց դեպք ունենանք իհարկե, որ որոշ դիմակներ այդպես էլ չհասան մեր այդ 150-ի մեջ չմտան, բայց երբ որ մարդ նախապես գիտի, հիմնականում հետո սպասում են։ Օրինակ արդեն այնքան էին սպասում, քանի որ մի քիչ երկար ցկցկվեց այդ պատի ընտրությունը, թույլատվությունը եւ այլնը, շատ էին սպասում, թե երբ ենք մեր գործերը քաղաքում տեսնելու։ Մեծ ուրախություն է, որ կարող է իր աշխատանքի մի մասնիկ ընդհանուր դիմակե գորգի մեջ, գորգ ասենք, բայց իրանք այնքան լավ են իրանց գում այդ բուսաբանական այգու կամարը, որ ունենք, դա ամբողջը այսպես սալիկապատ է, ամեն սալիկ ձեռքով սարքած է եւ վրան ուռուցիկ տպված են բույսեր, որոնք որ հավաքել ենք բուսաբանական այգում, դրանցից կաղապար ենք հանել, հետո կավից սարքել ենք, շատ հետաքրքիր փորձ էր, բայց հիմա ես որ տեսնում եմ, ով որ եթե հեղինակը մասնակցել է, գտնում է իր սալիկը, մատիկներով, մատերով ցույց են տալիս, սա իմն է, կողքը նկարվում են, այսինքն ինչքան հաճելի է դա։ Բոլորի անունը, բոլորը կարող են աշխատել ենք այնտեղ, իրական ոչ բոլորին է, միշտ այդ խնդիրը կա, քանի որ նախագիծը շատ երկար է, դե այսպես անում ենք, ոչ բոլորին է հաստատ, բայց աշխատում ենք, օրինակ դիմակներն էլ, մարդկա իր անունը ուզել է գրել, մարդկա այդ պահին չի ուզել, իսկ հետո որ ժամանակ անցնում արդեն ես էլ չեմ հիշի, ու չի պահպանվում, այստեղ էլ օրինակ 3 դիմակ է սեղանին դրված, 2-ը գրված է, 1-ը չէ, այդպես անանուն է մնում։ Երևի հավաքական աշխատանքների հենց էությունն էլ այն է, որ անդեմ է, այն ամենին մարդիկ են ստեղծել, անհատներ են ստեղծել, բայց մենք ինչի պակաս ունենք այդ հավաքական մոտեցման։ Հա, միանշանակ, օրինակ ես այսքան աշխատում եմ նախագծերի վրա, այնպես է, որ իմ անունն էլ ոչ մի տեղ չկա, չեմ սիրում այդքան ստորագրվել հատուկ ասել, այս մեկը իմն է օրինակ։ Մարդիկ տարբեր մոտեցումներն էլ հաջորդ նախագիծը որն է լինելու, թե դες պահին սա հասցնենք ավարտին։ Այս մեկը հասցնենք ավարտին, իդեպ ասեմ, չգիտեմ որն է լինելու, նախագծերը այնպես չի, որ տենց նստում ենք, հա, ինչ որ տարիներով, ոնց որ մի քանի տարի առաջ շուտ ոնց են, հա, դա ասում ունենք այդ պլանը, ոչ, քանի որ շատ ստեղծագործական, ոնց որ ընթացք է, հանկարծ փայլատակում է։ Ես չեմ կարող ասել այդ մտքերը որտեղից եմ ունենում։ Այս բանը օրինակ չունեմ ինչ որ միտք, երևի որովհետև ամբողջությամբ ուղղված է այս նախագծին, որ բարողերով հասցնենք ավարտին։ Իսկ հետո մեկի հանկարծ կարող է քնեմ արթնանամ, մի հավես նոր միտք ունենամ ու սկսենք աշխատել։ Բացումը երբ է նախատեսվում։ Այսպես օրը չեմ կարող ասել, բայց կարծում եմ մինչև տարեվերջ
Մինչև տարվա հաստատ կհասցնենք։ Կարծում եմ մի 2 շաբաթից մոտավորապես արդեն մեր բացումը սիրուն կլինի։ Հրաշալի է, շնորհակալ եմ, որ եկաք, որ այս նախագծի մասին պատմեցիք, որ տարեցները, որ մեզ լսում էին, տեսան հնարավորություն եւս միտեղ գնալու, դրսևորվելու, որտեղ 60-ից հետո, 65-ից հետո մարդը ավելի շատ արվեստին մոտ լինելու ցանկություն ունի, դրսևորվելու ստեղծագործ աշխատանքում, ու հետո, ինչպես արդեն ասացինք, կավը հող է, կավը ջուր է եւ հողից եւ ջրից է եւ 2 տարերք փաստորեն մարդու։ Իդեպ իսկապես որ ասում եք, ես այսպես մտածում եմ, դե մենք տարիքային սահմանափակում երբեք չենք ունեցել, բայց ես հիմա որ մտածում եմ, իսկապես տարեցների համար շատ քիչ վայրեր կան, որ կարող են գնալ, վայելել, ինքնադրսևորվել, ընկալել, շատ բարդ չլինի, օրինակ գուցե շատ հաճախ մարդ վախենա, որտեվ ինչ որ մտածի, որ նոր չի ստացվի, ինչ որ նորագույն տեխնիկայի հետ պետք է գործ ունենա, մեր պարագայում մենք այսպես հնագույն տեխնիկա է, ոնց կար խեցեգործությունը 100 տարի առաջ, այդպես էլ կա, եւ ես իրականում շատ վայելում եմ, որ այդպես է, որ ոչ թե տեխնիկայի հետ ենք աշխատում, այլ հենց այսպես վերակենդանացնում եք, պահում եք։ Հա, աշխատում ենք, չգիտեմ, հենց մարդը մարդու հետ է աշխատում, ինձ դա շատ դուր է գալիս։ Հրաշալի է, շնորհակալ եմ, որ եկաք։ Սպասենք բացմանը։ Ակտիվ եղեք, լսեք մեզ Հանրային ռադիոյի amradio.am կայքում, դիտեք հաղորդումը, բաժանորդագրվեք Երկրորդ YouTube-ի ալիքին, գտեք մեզ Facebook-ում, Instagram-ում, TikTok-ում, գրեք ձեզ ուզող հարցերի մասին, մենք դրանց անպայման կանադառնանք հաջորդ թիվ։ Առողջ ու երկար կյանք եմ մաղթում։